2-3 Ողջունում եմ բոլորիդ։ Այսօր որոշել ենք ձեզ համար պատրաստել մի շատ հետաքրքիր դասական կոկտեյլ, որը կոչվում է sidecar, թարգմանվում է որպես մոտոցիկլետի սայլակ, որի մեջ նստում են։ Պատմությունը մեզ լեգենդներով հասնում է, որ այն կոկտեյլը պատրաստվել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, միմյանց հետ վիճում են այդ հարցում կոկտեյլի հեղինակության Լոնդոնը թե Փարիզը, հիմնականում հասնում է մեզ պատմությունը նրանով, որ բիստրոներում արագ մոտոցիկլետով տեղ են հասել, պատվիրել են արագ ինչ-որ մի խմիչք, որպեսզի հագեցնեն իրենց կարիքները։ Շատ հասարակ, շատ պարզ կոկտեյլ է, որ մեր հասարակության, մեր հայալեզու հանդիսատեսի համար ենք պատրաստում, դրա համար կօգտագործենք, կաշխատենք մեր բոլոր կոկտեյլներում օգտագործենք հայկական ծագման խմիչքներ։ Այսօր մեր կոկտեյլի հիմնական հիմքը կհանդիսանա հայկական կոնյակը, նրա բաղադրության մեջ մտնում է նաև այսպես կոչված Cointreau կամ Triple Sec, սովորական նարենջի լիկյոր է եւ մյուս բաղադրամասը դա սովորական լիմոնն է։ Հասարակ շատ պարզ պատրաստման ձև ունի, ոչ մի արտասովոր բան չկա։ Ուրեմն մեզ պետք է վերցնել շեյքերը դա խառնելու տարան է, որի մեջ խառնում ենք բոլոր բաղադրամասերը։ Այն բաղկացած է երկու մասից, սա կոչվում է Boston Shaker, մեծ մասում դնում ենք, լցնում ենք սառույցը, որպեսզի այն սառը մնա եւ փոքր մասի մեջ լցնում ենք բաղադրամասերը։ Եվ ամենակարևորը մեր սպասքը, բաժակը տվյալ դեպքում պետք է լինի սառը։ Ես դնում եմ սառնարանի մեջ մոտ կես ժամ սառելուց հետո նա նորմալ վիճակի է։ Եթե չունեք այդ հնարավորությունը, ուղղակի սառույց եք լցնում մեջը։ Սառույցը լցնում եք մեջը, դնում եք այնքան ժամանակ, մինչև դուք կլցեք ձեր բոլոր բաղադրամասերը, դրանից հետո բաժակը արդեն պատրաստ սառը կլինի։ Քանի որ իմ բաժակը արդեն սառն է, մենք զբաղվենք նրա զարդարմամբ։ Ընդհանրապես դասական sidecar կոկտեյլը զարդարում են ընդամենը շաքարավազի ռիմ կոչված ռիմ են անում, այսինքն դա երբ որ բաժակի եզրաշերտին թափում են շաքարավազով։ Բայց ես սիրում եմ պատրաստել ուրիշ ձևով, վերցնում ենք շատ բարձր որակի մեղր, տվյալ դեպքում ծաղկային մեղր եւ գդալը մեղրոտում ենք, մեր մեղրը շատ պինդ վիճակում է, ծնում ենք բաժակը եւ եզրաշերտը ուղղակի պտտում ենք մեղրի մեջ։ Կարելի է ամբողջությամբ, կարելի է կեսը, բաժակի կեսը, խնդրեմ։ Մեր բոլոր բաղադրամասերը խառնված են իրար, վերցնում ենք սառույցը, փորձում ենք տեսնենք եթե ջուր կա, դժվար թե ջուր, տեսված լիներ այստեղ, լցնում ենք մեր և այն թափահարում ենք 10-15 վայրկյան։ Վերցնում ենք քամիչը, վերցնում ենք մեր ցանցը եւ անում ենք այսպես կոչված double strain, երկրկնակ համում, որպեսզի սառույցի փշուրները, որպեսզի լիմոնից, եթե մնացել են փշուրներ, որպեսզի բերանի համար հաճելի լինի։ Խնդրեմ, մեր կոկտեյլը պատրաստ է, հրավիրենք մեր հյուրին, որին դուք չեք տեսնի, թող համտեսի։
Եվ հյուրասիրենք մեր հյուրին, խնդրեմ։ Հաճելի է։ Թնդությունը, Թնդությունը թունդ է։ բավականին թունդ, այո։ Թթվայնությունը, Թթվայնությունը նորմալ, այս մեղրը չես զգում կողքերի։ հաճելի է։ Հաճելի է։ Արժի խորհուրդ տալիս եք պատրաստել։ Հարգելիներս, այսքանով երևի վերջացնենք, եթե կունենաք հարցեր, եթե կունենաք առաջարկություններ, խնդրեմ, գրեք կոմենտներ, ասեք ձեր առաջարկությունները, ինչ կոկտեյլներ կուզենայիք պատրաստեինք, պատմենք նրանց մասին, չպատմենք, ձեր ցանկությունները, խնդրեմ, դիմեք մեզ։ Դիմեք մեզ մեր կոմենտարիներում։ Կոմենտը ո՞նց է այլ։ Կոմենտը ո՞նց է։ Ասա, դիմեք մեզ մեր կոմենտարիաներում։